Հարգելի գործընկերներ, զեկույցը բավականին ծավալուն է ստացվել, ես կառաջարկեմ այն ներկայացնել հնարավորինս համառոտ, որովհետև զեկույցում տեղ գտած առանձին հանգամանքների, այսպես թե այնպես բանավոր դատաքննությունը պետք է անդրադառնանք։ Լավ, այնպես անենք, որ լսվի, չկրկնվելու համար։ Զեկույցը բավականին ծավալուն է, ես այն կներկայացնեմ հնարավորինս համառոտ։ Ինչու, որովհետև դրանում նշված առանձին հանգամանքներ այս կամ այն կերպ կամ այս կամ այն չափով քննարկման առարկա են դառնալու սույն միավորված գործի դատաքննության շրջանակում եւ առավել եւս բանավոր դատաքննությունում։ Եվ այսպես սույն զեկույցը ներկայացվում է համաձայն Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 49 հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգի 46-րդ կետի։ Սույն թվականի հունիսի 19-ի ժամը 18-ի դրությամբ Սահմանադրական դատարան է մուտքագրվել ընտրությունների մասնակցած 7 կուսակցությունների եւ դաշինքների դիմումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի համատեքստում։ Դիմումների բովանդակությանը եւ խնդրամասերին առանձին վերցված անդրադառնալու անհրաժեշտությունը թերևս բացակայում է, որովհետեւ կողմերից յուրաքանչյուրը դրանք կներկայացնեն։ Սույն թվականի հունիսի 21-ին ընդունվել են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները դատարանի երկու դատավորների սույն միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին, այս հարցին արդեն բազմիցս անդրադարձել ենք այսօր։ Սահմանադրական դատարանի սույն թվականի հունիսի 21-ի համապատասխան աշխատակարգային որոշումներով յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա գործերն ընդունվել են քննության։ Այնուհետև տեղի ունեցել գործերի միավորում Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ որոշել է սույն գործերը միավորել մեկ վարույթում։ Նշանակվել է գործով զեկուցող դատավոր, արձանագրվել է, որ գործի դատաքննություն իրականացվում է բանավոր ընթացակարգով, որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես հարակից պատասխանողներ դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը եւ հակակոռուպցիոն կոմիտեն եւ մեկ այլ աշխատակարգային որոշման, որպես երրորդ անձ սույն դատավարությանը ներգրավել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Պահանջված նյութերի եւ փաստաթղթերի հետ կապված ամփոփ տեղեկատվություն Սույն թվականի հունիսի 22-ին ընդունվել է Սահմանադրական դատարանի ՍԴԱՎ 132 աշխատակարգային որոշումը, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, դատախազությունից, դատական դեպարտամենտից, հակակոռուպցիոն կոմիտեից, քննչական կոմիտեից, ներքին գործերի նախարարությունից եւ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովից պահանջվել են համապատասխան փաստաթղթեր, նյութեր, տեղեկատվություն եւ տեղեկություններ։ Ի կատարումը Սահմանադրական դատարանի հիշյալ աշխատակարգային որոշման սույն թվականի հունիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանն է մուտքագրվել պահանջված փաստաթղթերը, տեղեկությունները, նյութերը եւ տեղեկատվությունը։ Կարծում եմ մեկ առ մեկ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն կամ այս մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ հասցեատեր մարմինների մի մասը այս պահին սույն դատավարության շրջանակում հանդես են գալիս որպես պատասխանողներ կամ որպես պատասխանող կամ հարակից պատասխանողներ եւ գործի նյութերը հասանելի են դատավարության բոլոր կողմերին։ Եվս երկու հանգամանքի վրա շեշտադրում կատարեմ։ Սույն թվականի հունիսի 23-ին Սահմանադրական դատարանն ընդունել է ՍԴԱՎ 134 աշխատակարգային որոշումը, որով Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է երկօրյա ժամկետում Սահմանադրական դատարանին տրամադրել կոնկրետ ժամանակահատվածները նշված են նշված աշխատակարգային որոշման շրջանակում Հայաստանի տարածք մուտք գործած եւ Հայաստանի տարածքից դուրս եկած անձանց թվի վերաբերյալ տեղեկատվություն։ Խոսքը վերաբերում է ոչ թե առհասարակ անձանց, այլ 18 տարի լրացած եւ Հայաստանի քաղաքացու անձնակիր կամ նույնականացման քարտ ունեցողներին։ Այս առնչությամբ 3 Սահմանադրական դատարան է մուտքագրվել պահանջված տեղեկատվությունը։ Սույն թվականի հունիսի 23-ի ՍԴԱՎ 135 աշխատակարգային որոշմամբ մասնակի բավարարվել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչների հունիսի 22-ին ՍԴ մուտքագրված միջնորդություն առաջարկությունը, որը վերաբերում էր համապատասխան մարմիններից տեղեկություններ եւ նյութեր պահանջելու։ Ըստ այդմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ ներքին գործերի նախարարությունից պահանջվել է մինչեւ հունիսի 24-ը աշխատանքային օրվա ավարտը
ՍԴ ներկայացնել պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը, ինչպես նաև պարզաբանումը։ Այս առնչությամբ ընդհանրապես պարզաբանման կարգով ասեմ, որ տրամադրված տեղեկատվությունը առավելապես գաղտնի գրիֆի ներքո է եւ բնականաբար ենթադրում եմ, որ կողմերին հասանելի չէ։ Այս պահին այսքանը, թերևս այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ այս դատավարության շրջանակում։ Եվ ասվածի առնչությամբ ՍԴԱՎ 135 աշխատակարգային որոշման պահանջվող փաստաթղթերի տեղեկությունների հետ կապված հունիսի 23-ին Սահմանադրական դատարան է ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրություններով 2 գրություններ, ինչպես նաև ի պատասխան գրություն ներքին գործերի նախարարությունից։ Սա է այն ամփոփ տեղեկատվությունը, որը այս փուլում պետք է ներկայացվի զեկույցի շրջանակում։ Շնորհակալ եմ։